ձեզ երկարատև ընդմիջումից հետո ձեր հետ կրկին քաղաքակրթությունն է, ուզում եմ զգուշացնել, որ քաղաքակրթության բոլոր նյութերը ես հետագայում օգտագործելու եմ իմ աջ եւ ճիշտ հեղինակային ոդկասթում։ Իսկ հիմա եկեք խոսենք այն մասին, ինչի մասին խոսում են բոլորը, այսինքն կաթողիկոսի վերընտրության կաթողիկոս պետություն, կամ ճիշտ կաթողիկոս իշխանություն հակամարտության եւ ընդհանրապես որտեղից առաջացավ այդ թեզը եւ ինչպես է այն տեղավորվում իմ առաջ քաշած քաղաքական ծրագրավորման շրջանակներում։ Ու եկեք մի կողմ դնենք կոնսպիրոլոգիան առայն, որ դա այդ խոսույթը լրիվ համընկնում է ադրբեջանական եւ թուրքական խոսույթի հետ, որը իրականում այդպես է։ Եկեք մի կողմ դնենք նաեւ եկեղեցու քաղաքական մասնակցության եւ դրան հակադրվելու իշխանության մոլուցքի թեզը, որը նույնպես ճշմարիտ է, եւ եկեք խոսենք ավելի խորքային բաներից, այսինքն ինչպես է ծրագրավորվում կամ վերածրագրավորվում հանրային գիտակցականը, իսկ ավելի շուտ անգիտակցականը եւ ինչի կարող է այն բերել։ Սիրելիներս, մենք գտնվում ենք, ինչպես Միրչա Էլիադն էր ասում, երկու տիրույթում, ընդ որում երկու տիրույթի մեջ մենք կարող ենք գտնվել ոչ հավասարաչափ։ Մեկը պրոֆեյնի տիրույթն է, այսինքն մեր առօրյա կյանքի, մեր գործունեության, մեր կարիքների տիրույթն է, իսկ մյուսը sacred-ի, այսինքն սրբազանի տիրույթն է, որտեղ գտնվում են մեզ առաջմղող խորքային ցանկությունները եւ ամենակարևորը մեր իդեալները։ Հիմա շատ հետաքրքիր մի բան ասեմ։ Այն ազգը, որը չունի sacred, այն պետությունը, որը չունի sacred, առաջինն է ենթարկա կազմաքանդման։ Գիտեք ինչու։ Որովհետև նույնիսկ նախնադարյան վաղնջական ժամանակներում մարդիկ սկսեցին իրենց համար անկախ տարերայնորեն իրենց համար սրբազան տիրույթ ստեղծել, որովհետև այդ սրբազան տիրույթը այն միավորող անհայտն էր, որը ազգին հանրությանը տալիս էր ապրելու ստիմուլ։ Եկեք մի քանի պրոֆանային կատեգորիա ասեմ, որը դառնում է սրբազան։ Օրինակ, այն երկմիասնությունը, որ մենք տեսնում ենք մայր եւ երեխա։ Մայր եւ երեխա միասնությունը, եթե մենք տեսնենք քրիստոնեական սիմվոլիկան, Մադոննան երեխայի հետ, հեթանոսական սիմվոլիկայի մեջ էլ կա, մայրը երեխային կրծքով է կերակրում, այսինքն մայր-երեխա միասնությունը, պատկերումը միշտ եղել է սրբազան։ Ավելին ասեմ, այն ազգը, այն հանրությունը, որ այդ միասնությունը սրբազան չի դիտարկում, օրինակ ասենք, որտեղ մայրը ալկոհոլիկ է, կամ երեխային ուշադրություն չի դարձնում, կամ իր կարիքները գերադասում է երեխայի կարիքներին, եթե դա դառնում է ոչ թե եզակի դեպք, այլ ընդհանուր, ուրեմն իմացեք, այդ հանրությունը ենթակա է քայքայման։ Հիմա դառնանք, ինչպես ասում են մեր ոչխարները, եւ խոսեմ կաթողիկոսի մասին։ Եվ ես իբրև հավատավոր ագնոստիկ եւ այն մարդը, որ անընդհատ քննադատել է մեր եկեղեցուն նրա համար, որ նա քիչ է մասնակցում հանրության գործերին, որ նա չի առաջադրում սոցիալական լուրջ կոնցեպտ, որ նա չի անում որոշակի քայլեր, որոնք ավելի կնպաստեն ազգի մաքրագործմանը եւ համախմբմանը, այժմ մի բան կարող եմ ասել, որ եկեղեցու եւ կաթողիկոսի վրա այդ հարձակումը խնդիր ունի դեսակրալիզացիայի, այսինքն այն ամենը, ինչ որ եղել է սրբազան, իսկ սրբազան լինում է ոչ թե մարդը, սրբազան լինում է ինստիտուտը, որը ներկայացնում է մարդը։ Տեսեք, օրինակ մենք կարող ենք մի օրինակ վերցնել, ես չեմ ուզում մերի վրա օրինակ վերցնել, որտեղ մեզ մոտ արդեն եւ ինստիտուտն է, ոչ սրբազան, ոչ եւ ապականված, դրա մասին չեմ խոսում։ Խոսենք թիվ 1 երկրի մասին, Ամերիկա, եւ Ամերիկայի նախագահը ամեն օր իր պահվածքով դեսակրալիզացնում է, ապասրբացնում է, իսկ նշանակում է ոչ թե սրբազան նշանակում է սուրբ, այլ սրբազան նշանակում է իմաստից վեր, տրանսցենդենտ, որովհետև ժողովուրդը միշտ մասսան, ամբողջը, հավաքական, գիտակցական, անգիտակցականը միշտ խնդիր ունի իր համար
ստեղծելու Աստված։ Եվ եթե մենք սկսում ենք կազմաքանդել ինստիտուտը, մենք ավտոմատ կազմաքանդում ենք իդեալը, ավտոմատ կազմաքանդում ենք հավատքը եւ այդ կուսակրոնության, զավակների եւ այլ տիպի արտաքուստ անիմաստ խոսակցությունները իրականում միտված են նրան, որ ինստիտուտը դեսակրալիզացվի, զրկվի ներքին իմաստից եւ աստիճանաբար քայքայվի։ Իսկ մենք հասկանում ենք, որ ազգային կոլեկտիվ անգիտակցական իմփրինթինգի ներսում եկեղեցին Հայաստանում աներևակայելի դեր ունի, իդեպ ոչ միայն մեզ մոտ, այսինքն նույն ձևով Լեհաստանում, որը հայտնի է իբրև խիստ ժողովրդավարական երկիր, եւ որտեղ կրոնը միշտ առաջնային է, օրինակի համար, ասենք Իսպանիայում, որտեղ նույնպես այդ կրոնականության շերտը երևում է նաեւ վերածննդի, այսպես կրոնական երանգի մեջ, ամենուրեք դա կա։ Եվ ահա դեսակրալիզացիայի միտումը հետևյալն է՝ զրկել մարդկանց հավատքի հանդեպ, այդ ինստիտուտի հանդեպ վստահությունից բերել այն պրոֆան բաժին։ Նույն ձևով ասենք մայր եւ երեխա միասնությունը։ Եթե մենք ասենք, որ մայրը իր երեխային ունենում է բազմացման բնազդից ելնելով, եթե նույնիսկ դա մասամբ այդպես է, երեխան էլ մորը սիրում է, որտեղ առանց մոր ուտելու բան չի ունենա, մենք միգուցե կասենք ճիշտ բաներ, այսինքն առայն, որ կաթողիկոսը կուսակրոն չէ կամ կուսակրոնություն չի պահել, չգիտեմ, բայց այդ ճիշտ բաները ասելով մենք կքայքայենք մայր եւ երեխա սրբազան կապը եւ կքայքայենք հանրային իդեալը։ Իսկ հիշեք, եթե Աստված չկա, Աստծուն հնարում է։ Եթե հավատք չկա, հավատքը փոխարինում են։ Կա Ուիլյամ Գոլդինգի հայտնի վեպը Ճանճերի տիրակալը, որտեղ փոքր երեխաները հանկարծակի հայտնվում են ամարդաբնակ կղզում եւ անմիջապես ստեղծում են իրենց համար պաշտամունքի առարկան։ Եվ ցավոք այդ պաշտամունքի առարկան լինում է խոզի գլուխը։ Երկար ժամանակ չէի հասկանում առաջին պատվիրանի իմաստը, որ ես եմ քեզ Աստվածը քո եւ չկա Աստված ինձանից բացի։ Իրականում մարդուն ասում են, որ կա բարձրագույն իդեալ եւ դրանից բացի քեզ ուրիշ Աստված չփնտրես, որովհետեւ եթե դու սկսես փնտրել, քո Աստվածը կարող է դառնալ փողը, քո Աստվածը կարող է դառնալ սեքսը, քո Աստվածը կարող է դառնալ պարզապես հեդոնիզմը, կյանքը ուղղակի հաճույքներով ապրելու ցանկությունը։ Եվ հեռանալով հոգևոր իդեալից, երբ որ կրիտիկական զանգվածը անցնում է որոշակի քանակ, այդ հանրությունը քայքայվում է։ Ուզում եմ հիշեցնել Սոդոմ Հոմորի հատվածը, ասում է դու շատ բարի եւ առաքինի մարդ ես, Լոտ, կգտնվի քո նման 1000-ը քաղաքում, որ քաղաքը չկործանվի, եւ ասում է ոչ։ Իսկ 100-ը կգտնվի, ասում է ոչ։ Ասում է իսկ 10-ը կգտնվի, ասում է ոչ։ Դե ասում է դեպքում քաղաքը պետք է կործանվի։ Այժմյան իշխանության խնդիրն այն է, որ քաղաքում, այսինքն մեր հանրապետությունում, սակրալի կրող մարդ չմնա, այսինքն ներքին հավատամքի, իդեալի, արժեքների կրող մարդ չմնա, որ արժեքները պրոֆանացվեն եւ իջեցվեն պրոֆանի մակարդակի եւ այդ ժամանակ նրանք կարողանան հեշտությամբ ստեղծել նոր աստվածներ, իսկ նրանց աստվածները մենք արդեն տեսել ենք, նրանք հանդես են գալիս հրեշների տեսքով։ Զգույշ մնացեք ձեր հետ քաղաքակրթություններ։